Կրեատիվ լուծումներ, հանդիպում քննարկումներ, նախընտրական շրջագայություններ ու համերգներ, բազմազան է քարոզարշավի ներկա բնակը, բայց այս ամենի մեջ ինչ է ուզում ընտրողը եւ ինչ են նրան առաջարկում քաղաքական ուժերը։ Հեռանկար բանավեճում դարձյալ կլսենք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի եւ խոստումների մասին։ Քարոզարշավի ավարտին մնացել է ուղիղ մեկ շաբաթ, քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել իրենց ծրագրերը եւ խոստումները, փորձելով համոզել ընտրողին, որ հենց իրենք կարող են փոխել իրավիճակը երկրում։ Այսօր մեր տաղավարում են ընտրություններին մասնակցող երկու նոր քաղաքական ուժերից Նորուժ ռեֆորմիստական կուսակցությունը ներկայացնող Նարե Արամյանը եւ Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Միքայել Նահապետյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ քննարկմանը անցնելը ես պետք է ասեմ, որ ընտրողի հետ երբ խոսում ենք, նրանց ոչ այնքան մեծ քաղաքականությունն է հետաքրքրում, որքան իրենց առօրյա խնդիրները։ Եվ նրանց լսել է իմ գործընկեր Տիգրան Հովագիմյանը, ես առաջարկում եմ նրա տեսանյութը դիտել եւ շարունակել քննարկումը։ Քարոզարշավը մտնում է վճռորոշ փուլ, քաղաքական ուժերը յուրովի ներկայացնում են իրենց խոստումներն ու ծրագրերը, բայց ինչն է այսօր ամենահրատապը ընտրողի համար, որ խնդիրներն են ամենաշատը առաջնահերթ համարում մարդիկ եւ ինչ սպասումներ ունեն նրանք հաջորդ իշխանությունից։ Ով էլ ընտրվի, ես էլի նույն ես իմ գործն եմ անելու, ոչ գործս կփոխվի, ոչ ես կփոխվեմ։ Նորատուսցի Սիրուն Զոհրաբյանը տարիներ շարունակ Մալաթիա Սեբաստիայի այս մեծ շուկայում ձուկ է վաճառում։ Արևին ու անձրևին շուրջ տարի աշխատելով երբեք չի դժգոհել, չնայած առողջական խնդիրներին։ Երկու տղա ունեմ կորցրած, բայց ոչ մի հատ ես պետության օգնությանը չեմ դիմում։ Աշխատող չունեմ, ես իմ ցևով, իմ հալալ քրտինքով ապրում եմ, իմ ընտանիքին ընտիր պահում եմ։ Եղանք նաև շուկայի այլ վաճառակետերում։ Տիկին Սիրունի պես եւս մի քանիսն այսօրինակ տեսակետներ հայտնեցին։ Մեկը որն էլ գա մեր դրությունը չի բարելավ։ Տղա ջան, ով էլ կա, նույն են ալնել։ Հոգավորում եմ, ախպեր ջան, ով էլ գա հանդի չի բուժի։ Այ ախպեր, ով էլ գա սաղ կյանքս այդ կլմիգն եմ սաղը։ Ելակ վաճառող ոսկեվազցի Գարիկ Ինջիղուլյանը մշտապես ինքն էլ աճեցրել է բերքն ու օրը 3 անգամ շուկա բերել։ Հիմա ստիպված վերավաճառող է դարձել գյուղում, ռոռոկման ջրի խնդիր ունենալու պատճառով։ Գալիս է խոսքի այս բերքը, որ պետք է հավաքենք, մեկ էլ ասում են Սևանից ջուրը կտրվեց, ես էլ հնես բույսա չի սիրում, որ խոսքի մի օր էլ մնաց արդեն չի լում էլի, բայց սաղ տարին դու մշակում ես, սպասում ես այդ օրվանը, որ ծախես քո հոգսերը հոգաս։ Հոգսեր ունի հոգալու նաև Գարիկի կողքը կանաչի բողոք ու կարտոֆիլ վաճառող Ղազնաֆարցի Ռաֆիկ Պետրոսյանը, ով տարիներ առաջ գյուղվարկեր է վերցրել ու հիմա դժվարանում է փակել պարտքերը, քանի որ Աբրանքը չի ծախում, ժողովրդի ծեր հիմա մեկից քիչ է փողը, դժվար ճամբերն աբրանքները առնում։ Դա որքան լավն այն է ժողովրդին լավ ապրի։ Թող հանես ղեկավար, որ իրոք այս երկիրը հանի ոչ թե 7 տարի ասենց այս վիճակն ա եղել։ Ջուր, եւ այլ։ Աղքատները չլինեն, դիբիլի արկների միջից հաց փնտրեն։ Այ դա չեմ ուզում որ լինի։ Բոլորի համար թող լավ է։ Կարող է ես ի վիճակի եմ գալիս եմ կանգնում եմ իմ օրվա հացի փողը ասենք աշխատում։ Այնքան մարդ կա, որ իսկեզել է, վիճակի չի։ Իրար չուտեն էլի, աթոռի կռիվ չանեն, իրար բռնեն, իրար հասկանան, մեր ազգը լավ ազգ ա, մենք լավ ժողովուրդ ենք։ Ելնենք ոտի, բռնենք իրար, չտրորենք իրար ոտի տակ չքանդենք։ Տիկին Կարինեն Մալաթիա Սեբաստիայի այս շուկան համեմատում է մեծ աշխարհի, այդ թվում մեր երկրի հետ, նշելով, որ ամեն ինչ նույնն է, նույն մարդկային փոխհարաբերություններն են, եւ ինչու՞ չէ, նաեւ չարությունն ու նախանձը, սակայն նրա խոսքով ամեն ինչ շահի մեջ չէ։ Մի կիլո ավել պամիդոր ծախեն, շահը չլինի, էլի ինչ կլինի, շահը չլինի։ Մի քիչ էլ մտածեն կողքինի մասին, մի քիչ էլ մտածեն մեր մասին։ Հայաստանը լավ երկիր է, ոտի ելնի, ծախի։ Ով էլ լինի վարչապետ, ես կխնդրեմ այդքան բան։ Մինչ քաղաքական ուժերը շարունակում են խոստումներ տալ, Մալաթիա Սեբաստիայի շուկայի այս մարդիկ շարունակում են իրենց առօրյա պայքարը, աշխատելով, ապրելով ու սպասելով միայն մեկ բանի՝ մի փոքր ավելի լավ կյանքի։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար բանավեճ։
Հիմա ձկնավաճառ Տիկին Սիրունի, ելակ վաճառող Գարիկի խոսքերում այսպիսի ընդհանրություն կար, ով էլ գա նույնն է լինելու։ Հիմա այսպիսի մտքեր ունեցող մարդկանց ինչպես եք համոզելու, որ դուք եք փոխելու իրենց կյանքը։ Տիկին Արամյան, ձեզնից սկսենք։ Որքան էլ թվում է, թե դա մեծ քաղաքականության մաս չէ, այնուամենայնիվ տեսեք, որքան ճշմարիտ է նախադասությունը, երբ խոսքը գնում է միայն սոցիալական հավասարության մասին։ Եթե մենք այսօր հավասարության նշան չենք կարողանում դնել հասարակության յուրաքանչյուր անդամի եւ նրանից ավելի այլ կողմ, այլ հարթության մեջ, կյանքի զարգացման այլ ոլորտներում գտնվող մարդկանց միջև որևէ կերպ, որևէ զարգացում եւ կայունություն հնարավոր չէ։ Եվ ճիշտ են այն քաղաքացիները, ովքեր կարծում են, այո, ով էլ գա նույնն է լինելու, որովհետեւ տեսել են դա առնվազն 30 տարիների ընթացքում։ Եվ հեշտ չէ հետ համոզել ուղակի ինչ-որ խորհրդանշական բառակապակցություններով։ Մեր համոզմունքը, ինչու ենք մենք ռեֆորմիստական եւ սոցիալ-դեմոկրատական ուղղվածության, որովհետեւ այլ կերպ, քան սոցիալական արդարության վրա հիմնված հավասարությունը, մենք չենք տեսնում կայուն ապագա մեր երկրի համար։ Եվ սա կարևորագույն բարեփոխումների այն ծրագրերն են, որոնք կարող եք ամբողջությամբ մեր պլատֆորմում տեսնել։ Ինչ է նա տեսնելու իր կյանքի վրա փոփոխ։ Առաջին հերթին աշխատանքի արժանապատիվ պայմաններ, երկրորդն իհարկե աշխատանքի համար վարձատրության համաչափություն եւ երրորդը այն բոլոր սոցիալական երաշխիքները, որոնց ապահովելու են թե իրենց ընտանիքով եւ թե իրենց արժանապատիվ ծերությամբ։ Սրանք թվում է թե խոշոր ծրագրեր են, բայց իրականում փոքր տեսակի եւ չափի մեջ բարեփոխումներով են հնարավոր։ Այնպիսի ոչ Հայաստանին համաչափ, բայց նաեւ միևնույն ժամանակ Հայաստանին համաչափ շատ զարգացող երկրներ այսօր արդեն ворթեգրել են այդ ծրագրերը եւ մարդկանց առօրյա իրենց թե միջավայրի անվտանգությամբ եւ սոցիալական ապահովությամբ ուղղակի բացառել է աղքատության այն շեմը, որն այսօր մեր մեջ դեռ կա։ Եվ մարդիկ անգամ աշխատելով մտածում են ուրիշի մասին, ասում են մենք գոնե թե մեր օրվա հացն ենք վաստակում, բայց աղքատությունն իսպառ բացառելու միջոցով է հնարավոր միայն ապահովել այդ հավասարությունը։ Մենք դեռ դրանք անդրադառնանք, պարոն Նահապետյան, հիմա դուք ձեր կուսակցությունը կոչվում է բոլորին դեմ եմ, ըստ էության դեմ եք նաև այս կուսակցությանը, որը ձեր ընդդիմախոսն է այս պահին։ Ինչպես եք դուք ներկայանալու եւ ինչ եք առաջարկելու ընտրողին։ Շատ հետաքրքիր հարցախույզ էր սա, որովհետեւ եւս մեկ անգամ ինձ համոզեց, որ մենք ճիշտ ենք զգում հասարակության ներվը։ Բոլորը նույնն են դառնում կամ բոլորը նույնն են, որովհետեւ քաղաքական համակարգը սարքած է այնպես, որ քաղաքական ուժերը քաղաքացուց ու ժողովրդից չեն վախենում։ Այսինքն ստեղծված է վիճակ, որ եթե հանկարծ որևէ կերպ բախտդ բերի մի բան կպցնես, դու նստես վարչապետի աթոռին, վերջ, խաղը բրծնում, ասենք ուզում ես 50 տարի վերընտրվի։ Համակարգը տենց է սարքած։ Եվ այդ ընթացքում դու կարիք չունես լսելու մարդկանց, կարիք չունես լուծելու նրանց հոգսերը, որովհետև քեզ ոչինչ չի սպառնում, որովհետև քաղաքացիները չեն կարողանում որևէ կերպ արգելակներ դնել քո առաջ։ Եվ եթե ինչ որտեղ բոլորը վատն են, դա նշանակում է համակարգի խնդրեմ կա, որովհետև նույն հեռուստադիտողները գիտեն, ամեն մեկը հաստատ ունի նման ծանոթ, որ Հայաստանում աշխատելու այդ սեր չուներ, բարդքերի տակ խրված էր եւ այլն, ասենք տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, օրը 16 ժամ աշխատում է։ Ու արդեն սկսել է իր ստեղի բարեկամներին օգնել եւ այլն, նույն մարդն է, որ ստեղի բեսեդքում նստած նարդի էր խաղում ու այնտեղ 16 ժամ աշխատում է, բայց համակարգը փոխվել է ու փոխել է այդ մարդուն։ Հիմա ինչի համար եմ սա ասում։ Բոլորին դեմ եմ, սարքում է մահակ, տալիս քաղաքացիների ձեռքը, որ քաղաքական ուժերը վախենան ժողովրդից։ Քաղաքական ուժերն իմանան, որ ժողովրդի խնդիրները չլուծելու, ժողովրդին զզվացնելու դեպքում այդ մարդիկ կամ գնալու են կատարեն այլ ընտրություն, որը շանս է ունենալու, որովհետև մենք ուզում ենք իջեցնել շեմը, նոր քաղաքական ուժերի համար մուտք ապահովել համակարգ։ Երկրորդ, մենք հանում ենք այն բոնուսային համակարգը, որ օրենքում գրած է, եթե դու մի քիչ ուրիշներից շատ ձայն ես ստանում, քեզ իշխանությունը ուղղակի նվիրում են։ Եվ երրորդ, մենք ավելացնում ենք բոլորին դեմ եմ քվյատ հերթիկը, որ եթե այս բոլորը ձեզ շատ զզվացնեն, դուք կկարողանաք գնալ քվյարկել բոլորին դեմ եմ, ու այդ մարդիկ շատ մեծ խնդիրներ ունենան իշխանություն վերցնելու ճանապարհին։ Էսա, եթե մենք քաղաքական համակարգին չկոտրենք, չդնենք ժողովրդի տակ, նրանք չհնազանդեցնենք ժողովրդին, բոլորը
իշխանությունը դիտարկելու են որպես իրենց արժանի պարգև, ապրելու են թագավորի կյանքով, մինչև ժողովուրդը այնքան ներվայնանա հեղափոխություն անի, հեղափոխությունը բերելու է նոր առաջնորդներ, որոնք նոր թագավորներ են դառնալու, նորից են զզվացնելու ու նորից հեղափոխություն լինի։ Մեղք չենք, մաշվելու ենք մենք այդ ընթացքում։ Էսա պետք անել, փոխել քաղաքական համակարգը այնպես, որ քաղաքական ուժերի ոչ թե մարդկությանը եւ բարությանը հավատանք, այլ մեզնից կախվածությանը բոլորին դեմը այդ կախվածությունն է ապահովում քաղաքական ուժերի ժողովրդից։ Հիմա տեսնենք Տիկին Արամյանը համաձայն է ձեզ հետ, որ առաջնահերթ հենց դա պետք է լուծել։ Ի վերջո մարդիկ օրախնդիր հարցեր ունեն։ Գիտեք, ընդհանուր առմամբ այո, համակարգից շատ բան պետք է լինի կախված, բայց արդյոք դա ազդում է այո առօրյայի վրա։ Եվ երկրորդ հերթին արդյոք որևէ կուսակցություն անկախ իր օրակարգից եւս կուսակցություն չէ։ Եվ որտեղ են այն երաշխիքները, որ այդպես էլ ընթացքը լինելու է։ Ես որևէ հիմք չունեմ չվստահելու եւ որևէ քաղաքական ուժի այսօր ով նոր է երիտասարդներով է ունի համապատասխան ներուժ փոփոխություն կատարելու։ Ավելին, մենք ժամանակին լծված ենք եղել, հենց չենք լռելու իր շրջանակներում դեմ եմ գործընթացին, երբ պետք էր անշուշտ քաղաքացիներին տրամադրել բոլորին դեմ քվեարկելու իրավունքը, բայց արդյոք այսօր է այդ հարցը հնարավոր լուծել այդպիսի ճանապարհով եւ արդյոք այդ իմաստով ավելի արդար կամ ազնիվ կամ ավելի թափանցիկ չի լինի բոլորս գնանք հավասար անկախ այն անուններից, որոնցով մենք ներկայանում ենք եւ փորձել այնտեղ ներսից արդեն շտկել իրավիճակը, որը միանշանակ որևէ կերպ ժողովրդավարական չէ եւ հակասում է անգամ ամենօրյա մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հիմա այս տեսակետի հետ համաձայն եք։ Նախ մենք երբեք չենք թաքցրել, որ բոլորին դեմը կուսակցություն է։ Մենք ասում ենք, քանի որ ընտրություններին չեն թողում ուղղակի տենց քաղաքացիներով հավաքվել հարց դնել օրակարգի, մենք ստեղծել ենք ինքնալուծարվող կուսակցություն, այս հարցը լուծելուց հետո այդ կուսակցությունը փակելու ենք։ Այնպես որ մենք ոչ մեկի չենք խաբում, այո բոլորին դեմը կուսակցություն է։ Երկրորդ, ներսից փոխելու հետ կապված այդ բարի մտադրությամբ լծված մեր 30 տարվա քաղաքական ձախողումների ամբողջ պատմությունը ներսից փոխողներից լիքը դինաստիա է եղել, էլի այս 30 տարվա ընթացքում։ Չի լինում այդ համակարգը ներսից փոխել, այդ համակարգին հարված է պետք հասցնել, այնպես որ ինքը սթափվելու ուշքի գալու ժամանակ չունենա եւ ստիպված հնազանդվի քաղաքացիների կամքին։ Մտնենք ներսից փոխենքը, ասեմ էլի վերջում ինչ ալնում։ Գնում ես գեներալ գնդապետի ուսադիրներով ընդեղ նստում բարեկերտ խոսում ես, մի հատ ծննդյան վկայականից բացի ոչ մի բան չունեցող մարդ վրա շիշա շպրտում, ընկնում ես լակոտական կռվի մեջ, ռեպուտացիա վարիա գնում, 5 տարի հետո մարդիկ ասում են, «Բա մենք ձեզ ընդեղ ուղարկել էինք, բան, ներսից քանդեք համակարգը, իշխանափոխություն անեք եւ այլն եւ այլն»։ Բա ինչի՞ չարեցիք, վերջել ձեզ չենք ընտրելու։ Եթե դուք նկատել եք, ընդ որում իմ հիմնական խնդրեմը բարի մղումներով փոքր քաղաքական ուժերի հետ ովքեր ուզում են ընտրվել, սենց 5 տարի ներսից կայանալ եւ այլն, հենց այդ է։ Հայաստանի ժողովուրդը երբեք պարլամենտական ընդդիմությանը երկրորդ ավելի մեծ շանսի հնարավորություն չի տվել։ Եկել են ընտրվել են, ասենք 10%-ով ֆրակցիաները, բոլոր ընդդիմադիր ֆրակցիաները, հաջորդին արդեն 4 է եղել, երրորդին առհասարակ չեն ընտրվել։ Դա հյուծման մաշման ճանապարհ է, դա ինչ-որ բան, էլիտար տուրերի, ԵԽԽՎ գագաթնաժողովներում իրար գլխին զոնտիկ պահելու, ինչ-որ կոմպրոմիսներով թեկնածություն իրար պաշտպանելու եւ այլն ճանապարհ է, որը շատ լավ բան է կոմպրոմիսը, եթե համակարգ կա։ Իսկ այս համակարգը գծած է այնպես, որ ընդեղ կա մի հատ թագավոր, կամ դու հայտնվում ես ամբողջությամբ իր ուղեծրում, կամ առհասարակ ոչինչ չես կարողանում փոխել։ Միջին տարբերակ, որ ես իշխանության հետ չեմ աֆիլացվի, բայց նենց կանեն, որ իրանք իմ սաղուզածները կանեն, չկա այս համակարգում։ Դրա համար է, որ չեմ ուզում ձեր նման ուժերը գնան այդ համակարգի մասը դառնան, որովհետև մեզ դեմոկրատական ուժերի պլատֆորմ պետք է։ Դրա համար ասում եմ, եկեք հիմա գնանք բոլորով քվեարկենք բոլորին դեմ եմ, համակարգը փոխենք, հետո այդ դեմոկրատական ուժերը շանս կունենան այդ համակարգում գործելու։ Իրար հետ խոսում եք, քաղաքացիները այլ բան են ձեզնից ակնկալում։ Հիմա դուք իրենց ասելու եք սպասեք, մինչև մենք գնանք համակարգը փոխենք։ Մենք ասում ենք 100 օր սպասեք։ 100 օրը բավարար է այդպիսի մեծ խնդիրներ լուծելու համար։ Մենք 3 հատ օրենք ենք փոխելու, որը մի անձնյա իշխանությամբ գործող թագավորին զրկելու է իր թագավորական տիտղոսից, քաղաքական ուժերը դառնալու են կոմպրոմիսային, քաղաքացուն հնազանդ, իրարից կախված, պայմանավորվելով, խելքի տալով ընդհանուր լուծում են գտնելու ու բավարարելու են
ինտերվյու տվող տիկնանցից մեկը ասում էր իրար միշտ չուտեն։ Այդ իրար միշտ չուտող քաղաքական ուժերն են դառնալու, որովհետև իրարից կախված են լինելու։ Համաձայն եք, որ 100 օրում այդպիսի բաներ հնարավոր է։ Գիտեք, ես կարճ ուղղակի կասեի դա այդպես չէ եւ դա հնարավոր չէ, բայց դիպոց պետք է ասենք ավելի երկար։ Տեսեք, նախ եւ առաջ այնինչ դուք նկարագրեցիք նորից արվում է ներսից, որովհետեւ դուք դա չեք կարող անել դրսից։ Հետեւաբար դուք էլի լինելու եք ներսում։ Եվ նկատեք, որ ես չասեցի որևէ ժամանակահատված։ Իհարկե այդ ամենը անհրաժեշտ է, որովհետեւ եթե դա չլիներ, մենք որևէ կերպ, որևէ ցանկություն կամ առավել եւս պահանջատեր չէինք լինի մասնակցելու ընտրություններին այդ ճանապարհով ժողովրդավարական գործիքակազմ գործադրելու, բայց այդպիսի գործընթացները ոչ միայն անհնարին է կատարել կարճաժամկետում, այլ այսօր համակարգը, եթե մենք չկարողանանք հետագայում նաև միասնական ուժերով փոփոխություն անել ներսից, որևէ կերպ անհնարին կլինի անել մեկ քաղաքական ուժի շրջանակներում, հատկապես երբ մենք դեռ չունենք այն համերաշխությունը, համոզված լինելու, որ եթե մենք անգամ վերընտրության, նոր ընտրությունների երկրորդ փուլերի հնարավորություն ունենանք, հնարավոր կլինի իրականացնել։ Սա է խնդիրը։ Դա հիանալի գաղափար է այդպիսի մոտեցումներ ունենալ եւ այո, կտրականապես փորձել փոխել համակարգը, դա իրապես հնարավոր է միայն որոշակի ժամանակի հատվածում, անգամ այդ կտրական գործողությունները 100 օրից ավել կպահանջեն։ Եթե կարիքը կա, ես կհրապարակեմ հստակ ամսաթվերով գրած ճանապարհային քարտեզ, օգոստոսի 2-ին տեղի ունենալու նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը, դրանից հետո բոլոր ինստանցիաները, ասենք օրենքի նախագիծ, հանձնաժողովում դրա լսում, ազգային ժողով, սահմանադրական դատարան, հետվերադարձ ազգային ժողով, քվեարկություն, ռատիֆիկացիա նախագահի կողմից, մերժման դեպքում սահմանադրական դատարան, այս սաղ process-ը իրար հետ տևում է 96 օր։ Ամսաթվերով գրած ֆայլ կարամ հրապարակեմ, թե դա ինչքան է տևում։ Մենք ուզում ենք փոխել 3 հատ օրենք ընտրական օրենսգրքում անցողիկ շեմը իջացնել 1%, որպեսզի նոր փոքր ուժերը շանս ունենան իրենց գաղափարները ներկայացնելու եւ իրենցից էլ ինչ-որ մի բան կախված լինի այդ պարլամենտում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի կնոպկասխմողները կամ որևէ մեկի կնոպկասխմողները կան ինչ ուզենան վավերացնեն, թողեն գնան։ Այս մեկ, երկրորդ, սահմանադրության համապատասխան հոդվածից մի նախադասություն ենք անելու ազգային ժողովի քվեարկությամբ, դրա համար հանրաքվե պետք չի, որ կայուն մեծամասնության սահմանադրական նորմա այլևս չլինի, այդ բոնուսային համակարգը գոյություն չունենա, եւ երրորդը ընտրական օրենսգրքում ավելացնելու ենք բոլորին դեմ եմ օպցիա, որ դա արդեն ոչ թե լինի կուսակցություն մեր նման, այլ մեզնից անկախ ինքնուրույն գործող տարբերակ քվեարկության։ Այդ ժամանակ էլ մեր կուսակցությունը փակելու ենք։ Դրա համար մեզ պետք է 96 օր ժամանակ, 4 օր էլ ստրախովկա ենք պահել, որ եթե մեկը հիվանդանա, բան շուտ տերաֆլու խմացնենք, հետ բերենք ազգային ժողով։ Այս 100 օրում իրագործելիության մասով ներսից փոխելու ու մնացածի հետ կապված մեզ պետք է, որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը 50+ չստանա։ Այդ պարագայում մենք 100 օրում մեր ուզած սաղ փոփոխությունները կարանք պարտադրենք իրանց։ Եթե իրանցից որևէ մեկը ստանա այդ թագավորական մեծամասնությունը, ոչ մենք, ոչ դուք, որևէ մեկը ներսից որևէ բան փոխելու հնարավորություն չի ունենալու։ Այդ էս երկրի քաղաքական պատմությունն է, այս մարդիկ հո գիտեն։ Ես առաջարկում եմ նորից ընտրողին լսենք, քաղաքացիներին, ովքեր ձեզ ձայն են տալու։ Արդյունաբերություն զարգացնել, ոչ թե խանութ, կրպակ, շաուրմանոց, չգիտեմ ինչ, այլ գործարաններ, որ մարդիկ կարողանան աշխատել։ Կյանքը բարելավի, տնտեսությունը զարգացնելով լինի աշխատատեղեր, որ մարդիկ աշխատեն իրենց մինիմալ գոյությունը պաշտպանեն։ Չոշակառուներին մի քիչ ավելի լավ նայեն, որ այս տարիքում ես չաշխատեմ։ Աշխատատեղ ստեղծել մարդիկ աշխատեն, ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ է, որ շուկան էսպի առատությունն է, էժանություն, սա շատ գովելի է։ Էժան բան կա Հայաստանում այսօր։ Դե ոչինչ էլի, հենց նորա։ Կեժանան էլի։ Կայանան մարդիկ նորմալ աշխատանք էլ ունենան։ Անենց հանեն, որ ժողովուրդը մի քիչ լավ ապրի գույնե։ Պարոն Նահապետյան, այս անգամ ձեզնից սկսենք։ Հիմա դուք առաջարկում եք անել այնպիսի բաներ, որոնք ամբողջովին համակարգը կփոխեն, բայց պետք է անցնել խորհրդարան։ Ընտրողը, որը պետք է ձայն տա, այսպիսի ակնկալիքներ ունի։ Այն ակցիաները, որոնք արվում են, որքանով են լուծում այդ խնդիրները։ Մենք մեր 100-օրյա կառավարման ընթացքում
երբ որ ստանձնենք այդ կառավարումը, այս խնդիրներից որևէ մեկը լուծելու խոստում չենք տալիս։ Մենք համակարգի իներցիան պահելու ենք, իրանք թոշակ ստանալու են, իրանք աշխատանքի գնալու են, աշխատավարձ ստանալու են, ամեն ինչ լինելու է նենց ոնց որ այս ընթացքում, մենք փոխելու ենք համակարգի խաղի կանոնները եւ մեզնից նրանք, ովքեր ցանկություն ու իրավունք կունենան հաջորդ այդ 100 օրից հետո ձևավորող արտահերթ ընտրություններին մասնակցել, արդեն կգան այս մարդկանց խնդիրները լուծող ծրագրերով։ Ես որպես մի մարդ, այս խնդիրների համար տասնյակ հարյուրավոր լուծումներ կարամ ասեմ, սկսած օրենսդրական փոփոխություններից, ասենք հարկային դաշտը խմբագրելուց, փոքր միջին բիզնեսին արտոնություններ տալուց 1000 հատ լուծում կա այդտեղ, դժվար բան չկա։ Բայց ամբողջ խնդիրը գալիս հանգում է հետևյալին, որ քաղաքական ուժերը այս գործող համակարգի պայմաններում ունեն 2-3 տարվա հաշվարկ մաքսիմում, որովհետև 3 տարի հետո սկսում է նախընտրական քարոզարշավը, այդ ընթացքում պետք է հասցնես վատ ցավոտ ռեֆորմներն անես, դրա թուքումուրն ուտես, հետո սկսես մարդկանց սիրտը շահել կարճաժամկետ ինչ-որ թոշակ բարձրացնել, պրեմիա տալա եւ այլն, որ նորից ընտրվես, որովհետև այս համակարգում բոլորը բոլորին ընկալում են թշնամի եւ թշնամիների դեմ բոլոր մեթոդները պետք է կարճաժամկետ արագ գործող մտածել։ Երբ որ համակարգը փոխվի, այս քաղաքական ուժերը իրար մեջ տենալու են որպես կոալիցիոն հնարավոր պարտներ, սկսելու են նստել մտածել, որ ծրագրերն ա, որ ընդհանուր է, քվեարկենք այդ օրենքներին, ժողովրդի կյանքը լավանա, համ ինձ լավ կլինի, համ քեզ ամբողջապես քաղաքական ուժերի մոտեցումը փոխվելու է, որովհետև այսօր մեր կյանքը բարելավող մի շարք բաներ կա, որոնք այս 5 տարվա ներքին այս պուճուր գզվռտոցների առարկա չեն։ Կրթական համակարգում մի հատ բոլտ ես փոխում, դա լավ էր թե վատ իմանում ես 10 տարի հետո, երբ որ այդ սերունդը ավարտում է։ Այս կարճաժամկետ առուփախի մթնոլորտում, որ ոնց անենք այս ընտրությունները շուտ կրենք մի բանը լինի, մեր իրական խնդիրները չեն լուծվել ու դրա համար մեզ պետք է սարքել համակարգ, որը երկարաժամկետ խնդիրներին երկարաժամկետ լուծումներ է կարող տա։ Հիմա տեսնենք Տիկին Արամյանը այստեղ որտեղ է համաձայն, որտեղ է այլ կարծիք։ Կարևորագույնն է հասկանալ, թե ինչ է նշանակում քվել։ Երբ մենք այսօր ասում ենք, որ մարդիկ պետք է գնան ընտրելու եւ դա իրենց իրավունքն է, որ նրանք պետք է ընկալեն որպես պարտավորություն, մենք հետո նաև պարտավորվում ենք որպես ինքներս ընտրվող, որ պետք է հարգանք ունենանք եւ փորձենք այդ քվեն պաշտպանել։ Եվ երբ մենք խոսում ենք, թե քանի ուժ որքան մեծամասնություն կունենա, հատկապես երբ խոսքը գնում է ընդդիմության մասին, մենք պետք է յուրաքանչյուրին հարգենք, ընտրողին, նրա վերաբերմունքը եւ ով է ասել արդյոք, որ նման պարագաներում նման համակարգեր ստեղծելու դեպքում եւ այդ ամբողջ տեսլականը, որը մենք նույնպես ունենք, չի հանգեցնելու հերթական ընտրություններին թե արտահերթ, միևնույն պատկերին մի փոքր այլ թվականակային փոփոխության։ Այսինքն քայլ առաջ դիտարկելը անգամ մեր ծրագրերի իրականացման դեպքում, հատկապես երբ խոսքը գնում է ուղղակի արդարության եւ հավասարության մասին, մենք պետք է հասկանանք հասարակության տրամադրվածությունը դրան։ Եվ ով է ասել արդյոք, որ մեզ այդքան քվե տալուց հետո էլ մեր այնտեղ հայտնվելով այդ փոփոխությունները հնարավոր է լինելու իրականացնել։ Ես կարծում եմ, որ անգամ կոալիցիոն տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ միևնույն է քաղաքական ուժերը պետք է առնվազն ստիպված գնան համախմբման, որովհետև պետք է ունենան միանշանակ նույնպիսի տեսլական ռազմավարական ծրագրերի նկատմամբ, բայց այսօր մենք անգամ անվտանգության ընդհանուր հայեցակարգ չունենք, ինչի մասին է խոսքը, երբ խոսքը պետք է գնա օրինակ առանձին ուժերի միավորման։ Այս իմաստով այո հասկանալի է, որ որպես հայեցակարգային կետեր այդ ամենը ընկալելի ընդունելի է եւ նորից կարող եմ ասել, ես համոզված եմ, որ նոր ուժերի եւ հատկապես նոր ուժերի միավորման հիմնական նպատակը դա է, բայց այլ տարբերակ այսօր, քան ընտրությունների միջոցով այդ գործողություններին գնալը եւ համոզելով, պահանջելով, աշխատելով դա փոխելը մենք ուղղակի չունենք։ Հիմա ընտրողը ասում է, այ արդյունաբերությունը զարգացրեք, տնտեսությունը զարգացրեք, աշխատավարձերը, այնպես արեք, որ մեր կյանքը փոխվի։ Հիմա այդպիսի ծրագրեր կան ձեզ մոտ արդյունաբերությունը զարգացնելու, աշխատավարձերը բարձրացնելու, ինչպես։ Այդպիսի ծրագրերն առաջնահերթ են յուրաքանչյուր սոցիալիստական ուղղվածություն ունեցող կուսակցության համար, ինչու, որովհետև փոքր երկրների որոշակի օբյեկտիվ տվյալներով հնարավորություններ ունեցող երկրների, ինչպիսին է Հայաստանը դեպքում, այդպիսի ծրագրերը ամենահեշտ իրականացվողն են, սակայն ամենադժվար վերահսկվողը։ Մեր կարևորագույն խնդիրը հանրային վերահսկողության իսպառ
բացակայությունն է այդ ոլորտներում եւ առաջին հերթին աշխատաշուկայի մասով, առաջին հերթին այո արտադրողական ներուժի եւ մյուս ոլորտների, որոնք իհարկե հիմնականում բացառում են հանքարդյունաբերությունը եւ այլն, այդպիսի ոլորտներում միջավայրի անվտանգության եւ հանրային առողջապահության խնդիրները։ Սոցիալական ծրագրերի իհարկե շրջանում մենք կարող ենք նաեւ կրթական ապահովման եւ այլ օրինակներ նույնպես բերել եւ հասկանալ, որ դրանք մեր ծրագրում եւս կան, բայց այսօր մենք բոլորովին այլ ուղով ենք գնում, հապճեպ պահի ազդեցության տակ որոշումների կայացման, դեռևս միջև վերջ չմշակված եւ առավել եւս ինչպես տեսնում ենք այս վերջին տարիների ընթացքում միջև վերջին չհասցվող ինչ որ բարեփոխումների անվան տակ ծրագրերի իրագործումը, սա է որ մեզ թույլ չի տալիս սոցիալական պետություն դառնալ, ինչպես դա իհարկե սահմանում է սահմանադրությունը։ Մենք պետք է հասկանանք, թե այսպիսի ծրագրերի ներդնումը անմիջական ուղիղ ազդեցություն ինչպես պետք է ունենա առաջին հերթին խոցելի խմբերի վրա։ Հիմա դուք ասացիք, որ եթե առաջին փուլը իրականացվի, ապա մենք կարող ենք առաջարկել այսպիսի ծրագրեր, ինչպիսին կարող է լինել, եթե արդեն երկրորդ հնարավորությունը ունենանք համակարգը փոխելուց հետո լինել խորհուրդ։ Ես հիմա անմիջապես ձեր հարցին կանդրադառնամ, բայց մի հատ բանի արձագանքեմ նոր։ Ես ձեր այն դիտարկման հետ համաձայն եմ, որ քաղաքացու տված քվեն, թեկուզ փոքր ուժային, ինչ որ մի բան պետք է կարողանա փոխի։ Օրինակ, եթե քաղաքացու համար կարևոր է, ենթադրենք, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, դուք աջակցություն եք հայտնել այդ խաղաղության պայմանագրին, իշխանությունն էլ է այդ խաղաղության պայմանագիրը սատարում։ Այն քաղաքացին ում համար դա կարևոր է, մոտիվացիա չի ունենում ձեր կարողա 4% հատող չհատող ուժին զորության բոշտի իր համար շատ կարևոր հարցի համար։ Երբ որ համակարգը փոխվի ու մեծամասնությունը ձեզնից կախվածության մեջ հայտնվի, որովհետև բոնուսներ չի ստանում միանձնյա թագավոր դառնալու համար, այդտեղ կարող է շանսը լինի, որ դուք օրինակ Իրան խաղաղության պայմանագրի ռատիֆիկացիայի հարցում աջակցեք, ինքն էլ ձեր տված տնտեսական խոստումները իրականացնի, ձեր ընտրողն էլ ասի, օքեյ, մեծ բան խոստացավ ու կարողացավ հասնի դրան։ Այս համակարգի պայմաններում դուք գրել եք կառավարող ուժի նախընտրական ծրագիր, բայց բոլոր քաղաքացիների համար պարզ է, որ 50+ դուք չեք ստանալու այս ընտրություններում։ Ու այդտեղից է, որ մարդկանց մոտիվացիան կորում է ձեզ զորեղության բոշտելու։ Հիմա պատասխանելով ձեր հարցին, ես բոլորին դեմ եմ անունից չեմ կարող տնտեսական խոստումներ տամ, որովհետև մենք չունենք ծրագրում տնտեսական խոստումներ։ Բայց ես որպես մի մարդ, ով հետևում է պետական կառավարման տնտեսական քաղաքական կյանքին, շատ տարբեր իդեաներ կարող ասեմ, օրինակի համար եմ էլի բերում։ Տեսեք, Հայաստանի կառավարությունը բոլոր ծրագրերը պետական ֆինանսավորման անում է բանկերի միջոցով։ Այսինքն այդ հիպոթեկային վարկերի ֆինանսավորում եւ այլն, տոկոսների սուբսիդավորումը անում է բանկերի միջոցով։ Դրա նպատակը քաղաքացիներին բնակարանով ապահովելն է, մեկ էլ շինարարության սեգմենտին աշխատատեղերով փողով ապահովելը։ Բանկերը մոտավորապես 500 միլիարդ դրամի շահույթ են տարեկան գեներացնում։ Բանկերի կառավարման խորհրդի անդամները, ասենք, տարեկան 50-60 միլիոն դոլար աշխատավարձ են ստանում, դա աշխատավարձն է իրանց։ Եվ երբ որ կառավարությունը հարցնում ես ինչի համար ես դու դա տենց անում, ինչի համար ենք մենք ազգային բարիքը տալիս բանկերին, որ իրանք 14%-ով դա տան քաղաքացիներին, ասում է, որովհետև բանկերը կարողանում են ճիշտ գնահատել ռիսկերը եւ հասկանալ, թե որ կառուցապատումն է, որ ավարտին կհասցնի, որ վարկը առունա, որ այդ վարկը կփակի։ 500 միլիարդ դրամը դա համարյա 2 միլիարդ դոլար է տարեկան այդ շահույթը։ Դրա մի բավականին մեծ մասը կառավարությունն է տալիս այդ պրոյեկտների շրջանակներում։ Արդյոք կառավարությունը հնարավորություն չունի ուղղակի ռիսկը գնահատող համակարգ սարքի եւ քաղաքացուն աջակցություն ցույց տա այնպես, որ բանկերի 14% այդ տոկոսադրույքը ուղղակի այդ բյուջեից չվերցնեն տան բանկին, վերջում ֆրանկ քաղաքացուն ասեն, այ տեսար, ես քեզ լավություն արեցի, մինչդեռ իրականում այդ փողը բանկին են տվել։ Լիքը բաներ կա, որի վրա կարելի է մտածել, բայց այս ամեն ինչի մասին մտածելը հիմա անիմաստ է, որովհետև մեկը ինչ որ մեկը դառնում է թագավոր, անում է այն, ինչ իր սոցիալական հենարանն ու շահերի խմբերն են անում, փոխվարչապետը նշանակում բանկերի լոբինգը անում, իրանք ընդունում են համապատասխան օրենքներ, ամեն ինչ ֆռացնում են նենց, որ բանկերի գործերը միշտ լավ են, ես բանկերի օրինակի վրա, ու տենց լիքը տարբեր ոլորտների վրա կարելի է այս օրինակը բերել։ Հիմա նորից լսենք ընտրողին, դուք նշեցիք խաղաղության մասին, այո, խաղաղությունը եւ անվտանգությունը ամենից շատ քննարկվող թեման է եւ լսենք ինչ են կարծում ընտրողները։
խաղաղություն որ լինի, մնացած ամեն ինչն է կլինի։ Կարևորը խաղաղությունն է։ Մեծ ուշադրություն դարձնեն բանակին։ Փոխվի մեր օրենքը, մեր սահմանադրությունը։ Նախ բանակը լինի մարտունակ եւ ազգի անվտանգությունը ապահովի։ Անվտանգություն եւ արտաքին քաղաքականությունը ամենակարևորն է։ Առաջնայինը սա է։ Անվտանգությունը ապահովի, բանակը զինելով, զենք առնելով, արտադրելով, Կայուն խաղաղություն, ծանրակշիռ, լուրջ, հիմնավորած։ Մեր ազատությունը, մեր անկախությունը մենք կառուցենք մեր տունը, մեր ձեռքերով, ոչ թե որ սպասենք, որ դրսից մեկը պետքա գա, մեզ համար տուն կառուցի, հատ ջուր տա մեզ։ Ես ուզում եմ ովելելի վարչապետ կանանց ճանապարհը մեր ջահելությանը, հայրենիքս խաղաղալի, իմ թորնիկները զինվորներ են, խաղաղ քնեն, վեր կենան, խաղաղ ապրեն։ Սա ամենաշատ քննարկվողն է, հասարակության տարբեր շրջանում նաև ընտրողն է ընդգծում։ Ինչպես եք անդրադառնում։ Շատ դժվար է պատկերացնել, որ մանկուց եզրույթը, որ դու սովորել ես գրքերում, այսօր բոլորովին այլ ընկալում եւ տպավորություն է թողնում։ Գիտեք, այո, մարդիկ ուզում են ընտրել նրանց, ովքեր կողմնակից են խաղաղության։ Սակայն խաղաղությունը դա մեկ բանաձև չէ, դրանք շատ բանաձևերի միավորում են, դրանք տարբեր հիմնադրույթներ են, որոնք որ տարբեր երկրների վրա ունեն տարբեր ազդեցություն։ Հատկապես մեր երկրի պարագայում, երբ արտաքին անվտանգության խնդիրները առաջիկայում էլ լուծված դեռ չեն լինելու, բավականին երկարաժամկետում, միանշանակ պետք է լինեն այն վերապահումները, որ եթե անգամ մենք տեսնում ենք կողմնակիցներ խաղաղության դեռևս որևէ կերպ չստորագրված եւ որևէ տրամաբանություն չունեցող պայմանագրի, այդուհանդերձ կողմնակիցները պետք է հասկանան, թե ինչով պետք է առաջնորդվեն խաղաղություն ասելիս, դրա շուրջ բանակցելիս եւ առավել եւս այդպիսի փաստաթղթեր ստորագրելիս։ Միանշանակ է, որ ընտրողները հենց մարդկանց ընտրելու են եւ կուսակցություններին ոչ թե նրանց նմանությունների, այլ տարբերությունների համար։ Եվ այս իմաստով մարդկանց հույսը խաղաղ երկինքի տակ ապրելու չի կարելի կոտրել արհեստական բացարձակ շինծու խոսույթով, ինչպիսին է ինչ եք ուզում, անկախություն, թե խաղաղություն, ինչ եք ուզում, գործընկերություն, թե կենցաղավարություն։ Այսպիսի արհեստական բանաձևերի պատճառով ենք մենք այսօր այնպիսի իրավիճակում, երբ հույս չունենք բանակ որպես ուժեղ, որպես ինքնապաշտպանության կամ առավել եւս հարձակման ունակ առանձին միավորման շուրջ, չունենք ուղղակի միջավայրի անվտանգության սովորական խնդիրների լուծման շուրջ վստահություն, սկսած իրավապահների գործունեությունից եւ խաղաղությունն ապահովել այն պարագայում, երբ դու ներքին լսարանում չունես այդ վստահությունը վաղվա օրվա կապակցությամբ, որ քեզ մոտ ամեն ինչ կլինի առնվազն նորմալ, որևէ կերպ ստեղծել հնարավոր չէ եւ սա կարեւոր խնդիր է այն պատճառով, որ մենք չունենք այդ անվտանգության ռազմավարությունը։ Ինչ իրատեսական ծրագիր եք առաջարկում ընտրողին, երբ որ քննադատում եք եղածը։ Որևէ կասկած չկա, որ առանց միջազգային իրավունքների եւ այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության բոլոր բանաձևերի կիրառման անհնարին է ունենալ այդ խաղաղությունը, բացարձակապես անիրատեսական է այսօր անհայտ կորածների շուրջ անհայտ տեղեկատվության դաշտում ապօրինաբար պահվող ռազմագերիների ուղղակի արկայության պայմաններում ատելության եւ բռնաճնշումների լեզվով թե ներսում, թե դրսում խոսող իշխանության եւ առավել եւս իբրև անվտանգության երաշխիք տեսնելու որևէ այլ միջազգային իրավունքի սուբյեկտի, որն ամենօրյա խոսույթով բացարձակ ահաբեկչական գործողությունների է դիմում եւ միանշանակ ցեղասպանական ուղիղ սպառնալիք է հնչեցնում, որևէ կերպ հնարավոր չէ եւ այս ամենը կարգավորել հնարավոր է միայն միջազգային իրավունքի դաշտում, որն այսօր որևէ կերպ չի իրականացվում եւ սա պարտադիր գործողություններ են, որոնք թե միջազգային ատյանների եւ թե առավել եւս դատական ատյաններում պետք է շրջանառվեն։ Շնորհակալություն, անգամ այն համագարկային փոփոխությունները, որի մասին խոսում եք, խաղաղություն է անհրաժեշտ եւ հեռուստադիտողին փորձելով արձագանքել, հա, ինչպես եք դրան անդրադառնում։ Մեր կառավարման մանդատը լինելու է 100 օր, այդ 100 օրվա ընթացքում մենք պատերազմ չենք բերելու, մենք պատերազմ չենք սադրելու, մենք պահելու ենք պետական կառավարման համակարգի իներցիան, շարունակելու ենք բոլոր այն պրոցեսները, որոնք մեզ են հասել,
միաժամանակ մենք քաղաքացուն հիմա չենք տալիս խոստում եւ չենք ստանալու քաղաքացուց մանդատ վճռորոշ հարցերում, ինչպիսին խաղաղության պատերազմի հարցն է, աշխարհքաղաքական կողմնորոշման հարցն է, ինչ որ կառույցներ մտնել, ինչ որ կառույցներից դուրս գալու հարցն է։ Մենք նման մանդատ չենք ունենալու եւ մեր 100-օրյա կառավարման ընթացքում մենք այդպիսի հարցերով որևէ վերջնական որոշում չենք կայացնելու, թույլ ենք տալու համակարգի փոփոխությունից հետո քաղաքացիները ընտրեն իրենց նախընտրած քաղաքական ուժերին եւ իրենց նախընտրած ծրագրերը այնպես, որ բալանսի, քննարկման, բանավեճի եւ կոմպրոմիսի մեջ ծնվի Հայաստանի համար լավագույն լուծումը, ոչ թե մի հոգի մենակով նստի որոշի ինչա պետք։ Բայց իմ ականջը մի հատ բան ծագեց։ Դա այն է, երբ որ դուք ասում եք տրամաբանություն չունեցող խաղաղության պայմանագիրը, ես էլի կհամաձայնվեի դրա հետ եւ դրան հաջորդած քննադատության հետ, բայց ձեր քաղաքական ուժը ողջունել է այդ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Ուզում եմ հասկանամ դիրքորոշումն է փոխվել։ Խոսքը գնում էր այն մասին, որ տրամաբանություն չունեցող խաղաղության պայմանագիրը առաջարկում, այսինքն իրենք չունեն այն պայմանագիրը, որը անընդհատ հետաձգվում է ստորագրման, եւ խոսքը չի գնում նախաստորագրված փաստաթղթի կամ դրա առանձին կետերի, ընդ որում որոնց շուրջ նույնպես պետք է ունենալ վերապահումներ եւ համոզված են, որ տարբեր քաղաքական ուժեր եւ ուղղակի քաղաքացիներ կամ նախաձեռնություններ ունեն այդ վերապահումները։ Խոսքը գնում է ամբողջ բառակապակցության մասին, որովհետև խաղաղության պայմանագիրը ասվածը հստակ նյութեղեն տրամաբանություն եւ բովանդակություն ունեցող փաստաթուղթ պետք է լինի, ոչ թե ինչ որ մի բան, որով սպառնում են մարդկանց եւ դեռևս ոչինչ չտված նրանց, պահանջում են իրենց ընտրել, հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Այս մասին էր խոսքը։ Էլի համաձայն եմ ձեր հետ, բայց էլի իմ հարցը մնում է, կա այն ինչ որ կա այդ նախաստորագրված թուղթը, որը արդարացիորեն կարելի է քննադատել ձեր հնչեցրած բոլոր թեզերով։ Իմ հարցը այն է, ոնց որ կա այն ինչ կա, իշխող քաղաքական ուժը ասում է, սա չի փոխվելու, ով փորձի սա փոխի, մեջը մի տար խմբագրի պատերազմ ալնելու դրա պատճառով։ Դուք դա խմբագրելու քաղաքական ծրագիր չեք ներկայացրել, դուք դրա նախաստորագրումը ողջունել եք։ Հիմա այդ ողջունելուց հետոյվա այս շատ արդարացի ու իմ համար օբյեկտիվ քննադատությունը ոնց որ այդ չի կպնում իմ մոտ։ Տեսեք, դա նախ անխուսափելի գործողություն է, դա ոչ թե միայն ողջունելու խնդիր է, անխուսափելիության եւ կոնկրետ գործողությունների հերթականությունն է, բայց չէ որ դա միակը չէ եւ դրա շուրջ չէ որ պետք է միայն բանակցել կամ գործողություններ անել, կան բազմաթիվ այլ գործողություններ, որոնք հասարակության հետ աշխատանքից սկսած միջև համայնքների միջև որոնք որ բնականաբար չկան կետեր պետք է դիտարկել։ Խոսքը գնում է ոչ թե նախաստորագրված փաստաթղթի, այլ բուն պայմանագրային հարաբերությունների մասին, որոնք բազմաթիվ եւ տարօրինակ հարակից փաստաթղթեր են եւս, դա միայն մեկ էջի վրա տեղավորվող ուղղակի հայեցակարգային հռչակագրային կետեր չեն։ Ես այդ մասին եմ ասում։ Եվ այո, իհարկե այդ գործողությունները տրամաբանական հետևանքն են, այն ամբողջ թե ապաշնորհության, թե բացի թողի վիճակի, որոնք որ հանգեցրել են նման փաստաթղթի ստորագրման, կամ այնպիսի բացարձակ ոչ հարիր եւ ազգային անվտանգությանը հակասող գործողությունների, բայց դա միակը չէ եւ դա չէ հիմնական հռչակագրային սկզբունքով չէ որ դա հնարավոր է իրականացնել։ Բազում փաստաթղթեր եւ ճանապարհային քարտեզներ են պետք այդ ամենը իրականացնելու համար, սկսած անգամ այն trip-ից, որի մասին մենք ամեն օր խոսում ենք, բայց երբևէ որևէ գործական կետեր չենք տեսնում։ Հիմա եթե խորհրդարան անցնեիք, ինչ կփոխեիք trip-ում, այդ խաղաղության պայմանագրում արդյոք փոփոխությունների ծրագիր եք առաջարկում։ Ինչ։ Անպատճառ պետք է լինեն նախևառաջ այն գործնական քայլերը, որոնք առնվազն համայնքների մակարդակում մարդկանց կհամոզեին, որ հնարավոր է ոչ միայն արժանապատիվ, այլ իրոք իրական խաղաղություն, որովհետև կրակոց չլինելը եւ ոչ մեկի սահմանամերձ հատվածում չզոհվելը դրա արդյունքում որևէ կերպ խաղաղություն բնորոշել հնարավոր չէ, որովհետև թե միջազգային իրավունքի, թե պատերազմին եւ ռազմական գործողությունների շուրջ ամբողջ իրավական դաշտը նկարագրում է, թե ինչպիսի գործողություններ եւ ինչպիսի ընդհանուր սկզբունքներ պետք է ապահովեն եւ պետք է պահպանվի ինչպիսի իրավական դաշտ, որպեսզի խաղաղությունը լինի հստակ, վերջնական եւ ինչպես ասում էին քաղաքացիները
երկարաժամկետի համար կայուն։ Բայց ես մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ ընդհանուր էս պատերազմի հետ կապված նարատիվների մասով։ Պատահական չի, որ մեր պատերազմը, Ուկրաինայի պատերազմը, Իսրայելի պատերազմը, ասենց բոլորը տենց մոտավոր մի 5 տարվա մեջ եղան։ Դա նշանակում է, որ աշխարհքաղաքական վերաձևավորման փուլում ենք ու պատահական չի, որ Ադրբեջան, ասենք, դրանից 8 տարի առաջ էլ կարող հարձակվեր Հայաստանի վրա եւ ուժերի բալանսը մոտավորապես նույնն էր։ Պատահական չի, որ այդ ժամանակ հարձակվեց, որովհետեւ աշխարհը խմբագրվում էր։ Հիմա այդ խմբագրման process-ը մոտենում է ավարտին։ Դա նշանակում է, որ աշխարհը մեկ կամ մի քանի տասնամյակ նորից կարող խաղաղ լինի։ Անկախ նրանից մենք այդ պայմանագիրը կստորագրենք, չենք ստորագրի, սահմանադրության մեջից ստորակետները բոլորը կհանենք, միջակետերը կշարենք, թե ինչ կանենք, անկախ ամեն ինչից միջազգային իրադրությունը հանգեցնելու է կայունության, որովհետև տնտեսական կապուղիների վրա չարաճճիություն անել չի թույլատրվելու, որտեղ առևտուր պետք է անել, որ ժողովուրդները սովից չկոտորվեն, տնտեսությունը զարգանա։ Եվ դա նշանակում է, որ սիրելի քաղաքացիներ, թույլ մի տվեք ձեզ սարսափեցնեն ամեն հաջորդ առավոտ սկսվելիք պատերազմի վտանգով։ Մեր հետ ելնելու ամենասարսափելի բանը արդեն եղել է, եւ մեր հետ նորից սարսափելի բան տեղի կունենա, եթե մենք այդ խաղաղ տասնամյակը կամ տասնամյակները չօգտագործենք կայուն խաղաղ երկիր սարքելու համար, որը կունենա նորմալ անվտանգության համակարգ։ Գործող քաղաքական խոշոր դերակատարները եւ գործող իշխանությունը անվտանգության ապահովման գործում իմիտացիա է անում, նկարչություն է անում։ Այնպես ինչպես 2020 թվականին նռները ձեռները կանգնած այդ նռները սարքում էին սիմվոլ, որ վայ չէ մենք հողերը չենք հանձնելու, հիմա էլ բանա հնդկական զենքերը ձեռները կանգնած նկարվում են, ասեն, որ վայ չէ մենք բանակ ենք սարքում։ Բովանդակությունը բոլորիս ծանոթ է, պատերազմից անցել է 6 տարի, մեր բանակում, ասենք սովորական են տուրնիկետ կա, նախ դրանից ամեն զինվոր չունի, երկրորդ զինվորները դա կապել չգիտեն, երրորդ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ պահպանվող երկայնքով այդ ընթացքում կարելի էր կազմակերպել, որ ամեն կիլոմետրին, ասենք 3 դիպուկահար լինի, մենք դիպուկահարների դպրոց, կրթություն, ոչ մի տենց բան չունենք, չորրորդ կարելի էր շին կազմակերպությունների մասին օրենք ընդունել, որը շին կազմակերպությունները պարտավորված լինեն իրենց տեխնիկան ՊՆ-ի դրած քվոտայով գնան օգտագործեն։ Հիմա կասեն, բան, բոլորը հաշվառված են պատերազմական դեպքում, չէ, պատերազմական դեպքի մասին չեմ ասում։ Իմանան, որ ամսվա մեջ այս ինչ օրը իրանց տեխնիկայի աշխատելու օրն է, որ ֆանարիկով գյուղերից դուխով շոֆեր ճարելու հարց չառաջանա, բոլորն իմանան, որ պարտավոր են դա անեն։ Ու այսենց տասնյակ բաներ կարամ ասեմ, չգիտեմ, մեզ օֆիցիալ կրթություն չեն կարում ապահովեն միջազգային գործընկերները, ՉՎԿ-ներ կան, մասնավոր ռազմական ընկերություններ կան, որտեղ կարելի է ուղարկել մերոնց մի տարի աշխատեն, փորձ հավաքեն, հետ գան դառնան ինստրուկտոր, 1000 բան կարելի անել, բայց մեր անվտանգության համակարգը զբաղված է թիթեռ նկարելով, այն կարգի է զբաղված թիթեռ նկարելով, որ ասենք Հայաստանի անվտանգության բնագավառը կարգավորող ազգային անվտանգության դոկտրինում հələ գրած է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Դա թուղթ է, պրոստը թուղթ պետք է փոխեն, դաժե չեն արել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այն ինչի մասին խոսեցիք, եթե ձեզնից կախված լիներ, ապա հենց դրանց առաջնահերթություն կդարձնենք։ Մենք նման իմ ասածներից ոչ մի բան չենք անելու։ Բացառությամբ մեր 3 կետի փոփոխության, որը կփոխի համակարգը, այդ նոր համակարգի ժամանակ կգամ կասեմ։ Տիկին Արամյանին լսենք, ինչպես կհակադարձի ձեզ։ Ոչ այդքան հակադարձել, որովհետև հիմնադրույթներից ես իհարկե համամիտ եմ, որովհետև ցանկացած մեկնով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կողմնակիցը պետք է մտածի այդ ամբողջի շուրջ, անգամ եթե մենք բացարձակ անվտանգ լինենք կամ գերբնական ուժերը լինեն մեր անվտանգության երաշխիքը։ Այդուհանդերձ ուզում եմ անպատճառ իրականությանը վերադարձնել քաղաքացիների հողի վրա մտահոգություններին վերադարձնել, որովհետև այսօր մարդիկ այո գնալու են ընտրելու եւ միևնույնն է մտածելու են կեսը ինչ անենք, որ նրանք չլինեն, մյուս կեսը ինչ անենք, մյուսներից փրկվենք։ Այսինքն դա այն փակ, այսպես ասեմ, շրջանն է, որից մենք չենք կարողանում դուրս գալ, որովհետև ժողովրդավարական զարգացումներ չունենք։
Եթե ես համոզված լինեի, որ մենք դա կկարողանանք որևէ կարճաժամկետում փոխել, գուցե այդ դիրքորոշումները եւս ինձ լինեին հոգեարացած եւ ես չմտածեի մեր պլատֆորմի կամ նախընտրական ծրագրերի մասին, կամ դրանց իրականացման կամ դրա որևէ չափով իրատեսական լինելու մասին։ Բայց այսօր մենք չենք կարող ընտրողին, ով արդեն իսկ մեզ ժամանակին 3 տարի առաջ վստահություն է հայտնել Երևանի մակարդակով, փորձել փոխել ուղեծիրը դեպի ավելի կտրական եւ ավելի սուր քայլեր, որովհետեւ այսօր այդպիսի գործողությունների գնում է եւ այդպիսի հենց տպավորություն էլ փորձում է թողնել իշխող կուսակցությունն, ինչ բացարձակ անհանդուրժելի է մեզ համար, որովհետեւ անկախ այն հանգամանքից դա կլինի 100 օրվա ընթացքում թե 3 ամսվա, պատահական ամբողջ այդ ժամանակահատվածում ինչ որ պայմանավորվածությունների արդյունքում մեր վրա հարձակումը կարող է լինել անխուսափելի, որովհետև դրանք կունենան այնպիսի հիմքեր, որոնց մասին այսօր իսկ սպառնում են մարդկանց։ Որ դուք ընտրվեք, դա բացառվում է հարձակումը։ Որևէ մի դեպքում դա չի բացառվում։ Այ դա է իմ ասածը։ Երբ դուք ասում եք, որ ընտրվեն, այ ոչ, ես ասում եմ ձևի, դուք ասում եք, եթե մենք լինենք 100 օրվա ընթացքում մենք չենք սադրի, կանենք այս, այսինքն տպավորություն է ստեղծվում, որ այդպես չի լինի։ Ով էլ ընտրվի, դա հնարավոր է։ Իմ ասածն այն է, որ վերադառնալով իրականություն, մենք պետք է ասենք, ով էլ ընտրվի, ինչ չափով էլ լինի, միևնույն է այդ ամենը հնարավոր է։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ունենանք նաև այլ ոլորտների ծրագրեր, երկրորդ նախագծեր, ինչ որ պլան B ասվածը, որին մենք պետք է փորձենք որևէ կերպ պատրաստել մարդկանց, ովքեր մեզ ընտրելու են։ Համամիտ չեք արդյոք։ Ձեր շատ կարճ եմ արձագանքելու։ Ձեր ասածի մեջ շատ վտանգավոր էլեմենտ կա, որովհետև այն ինչ դուք ասում եք, դրա ուղիղ հաջորդ նախադասությունը նրա մասին է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է տեղյակ իր պայմանավորվածություններից, եկեք թող ինքը ընտրվի, որ հաստատ ոչ մի բան տեղի չունենա։ Հակառակը նա դրանով սպառնում է, այսինքն այդ սպառնալիքին մենք այդ սպառնալիքին պետք է դիմակայենք, որովհետև այդ սպառնալիքը իրական չէ։ Այդ դեպքում մեր 100 օրն ու ձեր 5 տարին տարբերություն չկա։ Իմ համար մի հատ բան է այստեղ կարևոր, էլի։ Փաստը է նա, որ ձեր նշած ծրագրերը, բոլոր ծրագրերը 5 տարով իշխանություն ստանձնելու մասին, քաղաքացու տեսանկյունից սենց է, եթե դուք 50+ չեք ստանալու, իսկ քաղաքացիները իրատես մարդիկ են, էլի հասկանում են, որ դուք 50+ չեք ստանալու, ապա ձեր այդ բոլոր ծրագրերը նույնիսկ եթե դուք 4%-ը հավաքեք, չեն իրականանալու, որովհետև գործող համակարգի պայմաններում ինչ լավ բան ուզում ա դուք խոստանաք չի իրականանալու այդ ծրագրերը։ Հանկարծ փորձեք դուք կոմպրոմիսի գնաք այդ ծրագրերը իրականացնելու համար, ձեզ սկսելու են ասել, հա ծախված է, գնաց ընտրվեց, սկսեց Նիկոլ Փաշինյանը հետ աշխատել։ Հավաքում է 50+, եւ դա քվեներն են, մարդիկ են ընտրել։ Որն է խնդիրը, որ այդպես չպետք է ձևավորվի նոր իշխանություն։ Դա ժողովրդավարական ուղին միայն, որովհետև նոր իշխանությունը շատ արագ դառնալու է էլի այդ թակավորական համակարգի գլխի թակավորը ու հիմա էլ արդեն ասելու են այ իրա դեմ պայքարում իմաստ չկա։ Ես չեմ ուզում այդ ցիկլը դուք նույնպես շնորհակալություն հավաքել։ Ինչ տարբերություն։ Այդ դեպքում մենք պետք է այս խաղի կանոնների մեջ փորձենք թելադրել եւ հավաքել ավելի։ 50+ չհավաքեն, մենք կարճ ժամանակում շոկային թերապևտիվ փոփոխությունն անելու ենք, մինչեւ համակարգը ուշքի գա վերադառնա, փորձի վերադառնա իր բնական ունին, արդեն խաղի կանոնները փոխված են ելելու։ Շնորհակալություն, ինչ իշի հեռուստադիտողը ձեր խոսքերից մեկ նախադասությամբ։ Մեկ նախադասությամբ պետք է գնալ ընտրելու։ Մարդիկ պետք է վերաբերեն իրենց ընտրելու իրավունքին որպես պարտականության, դա կարևոր է։ Ինչ իշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Մենք բոլորին դեմ ենք, մենք զզված եւ լավատես քաղաքացիներ ենք, ովքեր ուզում են քաղաքական ապտակ հասցնել ամբողջ քաղաքական համակարգին։ Քվեարկեք թիվ 2 քվեաթերթիկին, բոլորին դեմ են, եւ մենք կրակու պատիժ կդառնանք այս խոշոր քաղաքական ուժերի գլխին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Նահապետյան, շնորհակալություն Տիկին Արամյան։ Ես հիշեցնեմ, իմ զրուցակիցներն էին Նորույշ ռեֆորմիստական կուսակցությունը ներկայացնող Նարե Արամյանը եւ բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Միքայել Նահապետյանը։